Ճամբարակի ողբերգության զոհերի թիվը հասավ 6-ի, բժիշկներին չի հաջողվել փրկել գազի պայթյունից տուժած 69-ամյա տղամարդու կյանքը։ Նրան չորեքշաբթի տեղափոխել էին Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ հիվանդանոց։ Այստեղ բուժումը դեռ շարունակում է պայթյունից տուժած ամուսնական մի զույգ Վրեժ Կարապետյանի հարսն ու որդին, նրանց վիճակը միջին ծանրության է։ Որ հարկում էին բնակվում։ Երրորդ։ Վրեժը պատմում է, որ պայթյունի պահին հարսը պատշգամբում լվացք փռելիս է եղել, տղան բազմոցին նստած։ Լվացք փռելուց է եղել։ Երրորդ հարկից ընկել աներքև։ Թորնիկս շատ լավ է, նրան բան չի եղել։ Նրա կականջից թեթևարուն է եկել ստեից այս շուշի բան։ Պայթյունի ձայնը լսելուց հետո հեռվից տեսել է, որ տղայի տան շենքից փոշու ահռելի ամպ է երկինք բարձրանում։ Առաջինն ինքն է օգնության հասել, մտել է տուն, տեսել միայն թոռանը, որդին արդեն փլատակներում է եղել, ինքն է այնտեղից հանել։ Թորնիկս լացեց, ասի բա ուրա պապանից իրան չէի գտնել։ Ասի ուրա, ասեց հենա, մենակ գլուխն էր երևում։ Պատի տակ էր։ Դիվանի վրա նստած ա եղել։ Այդ որ փլվել է, վրան է լցվել էլի։ Մենակ գլուխն էր երևում իրա։ Թորնիկիս այդ հանեցինք, մեկն իրան հանեցինք, բերինք սկորին դրինք տարանք հիվանդանոց։ Փլատակներում մնացած վերջին 5-րդ զոհին դուրս բերելուց հետո քարուքանդ եղած շենքի բնակիչներին փրկարարները սաղավարտ են տալիս, որ ներս գնան անհրաժեշտ իրերի հետևից։ Ես մտա դուս եկա, դոկումենտներներ պետք է չգտա։ Տենց թողեցի դուս։ Շատ է վնասը ներսի։ Հաներսը միշտ կա, ոչ բան չկա, լրիվ ավերակա։ Լրիվ փլվել է պատերը, ոչ բան չկա։ Փլուզված բնակելի շենքի այս մուտքի առաջին ու 4-րդ հարկերի բնակարանները համեմատաբար քիչ են վնասվել։ Շենք մտնել խորհուրդ չեն տալիս փրկարարները, վտանգավոր է, հնարավոր է պատերը, հատակը փուլ գան։ Մտա դուս եկա վախիցս, հա, վախենում էի։ Տիկին Հասմիկը վախը սրտում մտել է 4-րդ հարկի իր բնակարան, մի քանի հագուստ վերցրել, մինչև տեսնի գլխին ինչ է գալիս։ Ամուսնու հետ նախաճաշելիս են եղել, երբ շենքը դղրդացել է։ Ես ասեցի բեսպիլոտնիկ ա մտել տուն, 4-րդ հարկում ենք մենք մնում, բայց հետո դուրս եկանք տեսանք 2-րդ, 3-րդ հարկը վատ վիճակում էր, արդեն նոր ներքև գլխի, այն որ ասում հասկացանք, որ պայթյուն է։ Ներքին գործերի փոխնախարարը այսօր կառավարության նիստում հաստատել է, որ պայթյունի պատճառը գազի արտահոսքն է։ Գազի արտահոսքի հնարավոր պատճառի մասին տարբեր շշուկներ կան ճամբարակում։ Ասում են, թե 3-րդ հարկի բնակիչներից մեկը գազօջախի վրա թեյնիկով ջուր է դրել եռալու ու մոռացել է։ Ջուրը թափվել է գազօջախի վրա, կրակը մարել, գազը լցվել է տուն ու պայթել։ Էդգար Ղուշչյան, Աշոտ Մնոյան և Արմեն Ապրեսյան, Հայլուր։